Շնորհակալություն, ես կոմպան կոչ է, հարցս բուն նախագծին չի վերաբերվում, բայց վերաբերում է հուշարձաններին և տնտեսության միջև փոխհարաբերություններին։ Հիմա մի հատ կոնկրետ հարց տամ, ասենք օրինակ տնտեսվարողը մտածում է ներդրում անի մի քանի միլիոն դոլարի, ինքը վարկ է վերցնում, բիզնես ծրագիր է կազմում, սեփական միջոցներն է ներդնում, հողատարածք է գնում, շինթույլտվություն է ստանում, այսինքն այդ ամեն ինչ օրենքի սահմաններում սկսում է աշխատել ու ֆունդամենտը փորելու ժամանակ այդտեղից դուրս է գալիս ենթադրենք խաչքար կամ որևէ մի այլ բան։ Հիմա եթե ինքը անբարեխիղճ տնտեսվարող է, ինքը այդ մասին որևէ մեկին չի հայտնի, դա ուղղակի կվերցնի կտանի ուրիշ տեղ կամ վատագույն տարբերակում կոչնչացնի ու կանցնի առաջ։ Հիմա եթե բարեխիղճ տնտեսվարող է ու մտածում է որ դա պատմամշակ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Թունյան։ Ընթացակարգը հետևյալն է եւ նշեմ այդ դեպքերը շատ են լինում, քանի որ Հայաստանը հարուստ է իր պատմամշակութային ժառանգությամբ եւ հիմնականում որտեղ էլ գործանում են շատ տեղեր մի բան դուրս է գալիս, ուղղակի այդ մասը պեղվում է եւ տեղափոխվում է արդեն հատուկ պահպանման կամ թանգարան կամ գիտական ինստիտուտ, եթե իհարկե նենց բան չի հայտնաբերվել, որը տեղափոխման ենթակա չի կամ իր արժեքը ուրեմն բան է դրանից կարող է տուժել։ Ըստ էության այդքանն է, ու մենք սերտ աշխատում ենք, նաև նշեմ, որ հիմնականում երբ որ հողային կատեգորիա փոխելու կարիք է լինում, այդ փոխելու ընթացքում մեր մասնագետները համապատասխան պողակից գնում են եւ զննում են տարածքը, այսինքն մենք արդեն նախորոքել գիտենք, որ ինչքան է հավանականություն որտեղ մի բան կլինի կամ չի լինի։ Շնորհակալություն։ Արձագանք համեցեք։ Բանկոչա, եթե բոլոր դեպքերում կամ գոնե դեպքերի մեծ մասը ձեր ասած տարբերակով տենց հեշտ ու արագ լուծվեր, մենք խնդիր չենք ունենա, բայց ցավոք սրտի այդպես չի։ Այդ ամեն ինչը բավականին երկար ժամանակ է պահանջում։ Բացի դրանից կարող է լինեն որոշ դեպքեր եւ պարզվի այդ ամբողջ տարածքը ինքը իրենից ներկայացնում պատմամշակութային արժեք ու տեղ մարդը փաստացել ոչ մի բան չի կարող անի եւ տնտեսվարողը այս դեպքում հայտնում է մի հատ իրավիճակում, երբ որ ինքը ի սկզբանե չի իմացել, ինքը բոլոր իր կողմից պահանջվող գործերը արել է, բայց կանգնել է փաստի առաջ, ընդ որում բարեխիղճ տնտեսվարողը։ Մենք ժամանակին քննարկումներ ունեցել ենք, որ այստեղ ինստիտուցիոնալ ֆունդամենտալ լուծում է պետք, որ նախ կազմվի ցանկ, որտեղ տնտեսվարողը կարող է գործունեություն կատարել, եթե այդ դեպքում որևէ բան կհայտնաբերվի, ուրեմն իրեն համապատասխան փոխհատուցման մեխանիզմներ պետք է լինեն, ոչ թե միայն կատարված ծախսերի մասով, այլև այն չստացված եկամուտների մասով, որը ինքը կարող է ստանալ։ Դուք էկոնոմիկայի նախարարության հետ նման քննարկումներ ունեք, որտեղ ինչքան էլ մշակույթը կարևոր է, այս տնտեսության ու մշակույթի մեջ հակասությունը պետք է լինի բալանսավորված, այսինքն այդ լուծումը պիտի լինի այնպես, որ երկու կողմերը չտուժեն։ Ճիշտ եք ասում, պարոն Թունյան, իհարկե մենք մեր մասով էլ փորձում ենք ամեն ինչ անել, որ տնտեսվարողներին մինիմալ անհանգստություն պատճառենք, բայց լինում են դեպքեր, օրինակ, եթե դա հին արտաշատի տարածքն է, մենք ի սկզբանե կարող ենք ասել, որ այստեղ հավանականությունը, որ մի բան կհայտնաբերվի, համարենք 90%-անոց է, բայց իհարկե տարածքներ կա, որ ոչ մեկ չգիտի եւ դրա համար եմ ասում, եթե գտնվածը դա խաչքար է կամ պեղելու հնագիտական առարկաներ են, դրանք պեղվում են եւ տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, բայց իհարկե եթե մի հատ պալատ հայտնաբերվի, այդտեղ արդեն մենք բան չենք կարող անել եւ դա պետքա պահպանվի օրենքով կարգով։ Կա իհարկե ինչ-որ չափով այդ անհարմարությունը, բայց իսկ փոխհատուցման հետ կապված կարող ենք իհարկե քննարկել, բացենք քննարկման։ Շնորհակալություն։ Դավիթ Դանիելյան, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ լրություն